Բարև իմ շահացիելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Մեդինֆորմ հաղորդաշարը։ Այսօր մենք զրուցելու ենք սպորտային տրավմաների մասին։ Սպորտային տրավմաներ կարող են ստանալ մեզանից յուրաքանչյուրը, ովքեր պարզապես սիրում են զբաղվել սիրողական սպորտաձևերով։ Դե առավել ևս սա սպառնում է պրոֆեսիոնալ մարզիկներին։ Այս պարագայում արդեն բավականին լուրջ մոտեցում է անհրաժեշտ, քանի որ առկա վնասվածքները հիմնականում պետք է լուծել լուրջ վիրահատական եղանակով, քանի որ այս մարզիկները բնականաբար պետք է վերադառնան մեծ սպորտ։ Այսպիսին է նրանց ցանկությունը, ինչպիսին են ակնկալիքները բժիշկներից։ Ես քիչ անց կզրուցեմ սպորտային վնասվածքների մասնագետ, ինչպես նաև օրթոպեդ, վնասվածքաբան Հայկ Կիմի Ավագյանի հետ։ Ես րոպեներ անց կգտնվեմ Վիգմոր կլինիկայում եւ ձեզ կներկայացնեմ հետաքրքիր մանրամասներ սպորտային տրավմաների լուծման եղանակների մասին։ Այսօր սպորտային վնասվածքներ կարող են ստանալ ինչպես պրոֆեսիոնալ մարզիկները, այնպես էլ սիրողական սպորտով զբաղվողները։ Կարող են վնասվել մկանները, ոսկրերը, հոդերը, ջլերը, կապանները։ Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է հուսալի բժիշկ։ 2017 թվականից սկսած սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն ՊՕԱԿ-ին պետությունը տրամադրել է 13.820.000 դրամ մասնագիտական ծառայություններ հոդվածով, որը նախատեսված է դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու համար՝ ռենտգեն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն։ Պետությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի վնասվածք ստացած բոլոր անդամներին։ Մարզիկների բուժմամբ բացի վիրահատություններից եւ մի շարք նեղ մասնագիտական ծառայությունից զբաղվում է այս ՊՕԱԿ-ը։ Սպորտային վնասվածքները մի շարք նրբություններով տարբերվում են ընդհանուր վնասվածքաբանության խնդիրներից։ Ոչ գրագետ միջամտության դեպքում մարզիկը կարող է կորցնել իր սպորտային հմտությունները եւ այդ բնակավարի համար ոչ պիտանի դառնալ։ Այդ պատճառով էլ բուժական անձնակազմի նեղ մասնագիտացված կրթությունը եւ համապատասխան տեխնիկական հագեցվածությունը պարտադիր պայմաններ են սպորտային վնասվածքի վերականգնման համար։ Որքան էլ սպորտը գայթակղիչ է եւ մեծ էմոցիաներ է առաջացնում, շատ խնդիրներ են թաքնված պրոֆեսիոնալ սպորտային մարզիկների կյանքում եւ դրանցից մեկը ճակատագրական հանդիսացող սպորտային տրավմաներն են։ Ինչպես են լուծում մարզիկները այս խնդիրը, որպեսզի նորից նվաճեն մեծ բեմեր։ Այս առումով մենք Հայաստանում ունենք երկար տարիներ արդեն ներդրված սպորտային տրավմաներով զբաղվող տարբեր ծառայություններ, որը գործում է ինչպես հիվանդանոցներից մեկում, այնպես էլ Վիգմոր կլինիկում։ Եվ այսօր ես պատիվ ունեմ սիրով զրուցելու օրթոպեդիա եւ սպորտային վնասվածքաբանության ծառայության ղեկավար հիմնադիր, ինչպես նաեւ Վիգմոր հիվանդանոցի համահիմնադիր Հայկ Կիմի Ավագյանի հետ։ Վստահ եմ շատ սպորտսմեններ մշտապես առիթ են ունենում առնչվելու նրա հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք եւ ձեր ժամանակը մեր հաղորդմանն եք հատկացրել։ Սկսենք այն հարցից, թե ինչն է հիմք հանդիսացել, որպեսզի դուք ոգեշնչվեք եւ ստեղծեք այս ծառայությունը, քանի որ կարելի է ասել Հայաստանում դա հենց ձեզ է վերագրվում սպորտային տրավմաներով եւ օրթոպեդիայով զուգահեռ զբաղվելը։ Խնդրեմ։ Շնորհակալություն նախ հրավերի եւ նկարահանման համար։ Ինչը հիմք հանդիսացավ սպորտային վնասվածքների բաժանմունք ստեղծելու եւ սպորտսմենների վնասվածքներով ավելի նեղ մասնագիտորեն ուրեմն զբաղվելու համար միանշանակ սկզբնական հիմքը դրանք կրթություններ, որ համապատասխան կրթություն ես ստացա երկար տարիներ առաջ, սրանից դեռ 25-26 տարի առաջ վաղտ ունեցա առաջիներից մեկը լինելու այն մասնագետների, որոնք որ ուղղորդվում են արտերկիր վերապատրաստումների։ Նախ օրթոպեդիա վնասվածքաբանություն մասնագիտությունը ինձ համար հոգեհարազատ դարձավ ուսումնառությանս ուսանողական տարիներից վերջին տարիներին, անմիջապես, ասենք, խորհրդային բանակից հետ վերադառնալուց հետո հասկացա, որ պետք է զբաղվեմ վնասվածքաբանությամբ եւ օրթոպեդիայով։ 2001 թվականին իմ կողմից նախկինում դեռ այն ժամանակ կոչվում էր Պրակտոլոգիայի ինստիտուտ, ստեղծվեց դեռ սաղմնային վիճակում 2001-2 թվականներին ստեղծվեց այդ բաժանմունքը։ Հատուկ նմանատիպ բաժանմունք, այո։ Դա օրթոպեդիա եւ սպորտային տրավմաների բաժանմունք է։ Ես պատիվ եմ ունեցել դեռ այն ժամանակ ձեզանից հարցազրույց վերցնել եւ հիշում եմ, թե որքան տպավորիչ էին այն դեպքերը, որ մենք նկարում ենք շնորհակալության տեսքով որպես արդյունք լավ արձանագրված հետաքրքիր է բժիշկ շատ է տարբերությունը սպորտային վնասվածքների եւ
առօրյայում ստացած կյանքի ընթացքում ստացած այլ վնասվածքների միջև, այսինքն այստեղ շատ նեղ մասնագիտացումը որքանով է կարևոր։ Շատ դավարց եք տալիս, իհարկե սպորտային վնասվածքները ստանում են նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկները, այլ ակտիվ կենսակերպով զբաղվող մարդիկ, ովքեր սիրում են դահուկներ քշել, ֆուտբոլ խաղալ, միջալուց ամենատրավմատիկ սպորտերն են դարձել վերջին 20 տարվա մեջ երևի թե առաջին գծով գնում են ֆուտբոլը, դահուկային սպորտը, ինչքան էլ զարմանալի կլինի, բայց ուրեմն ուժային մարզաձևերի մեջ, անհատական մարզաձևերի մեջ ստատիստիկորեն ավելի քիչ են այդպիսի տրավմաները։ Մենք զբաղվել ենք եւ զբաղվում ենք, հիմա շարունակում ենք զբաղվել սպորտային տրավմաներով եւ ակտիվ կենսակերպով ապրող մարդկանց ստացած տրավմաների նեղ մասնագիտացված բուժմամբ։ Դրանց մեջ նաև մտնում են ոչ միայն սպորտային տրավմաներ, այլ շատ շատացել են եւ ասեմ ձեզ ամենանուրբ տրավմաները եւ ամենաինդիվիդուալ մոտեցումները արդեն վերջերս շատ ամենադժվար ուղղությունը որ կա, դրանք բալետի եւ պարային ձևերի մարզիկների ստացած տրավմաներն են։ Շատ անվնաս, այո, բայց որքան շատ մենք սովորական մարդիկս չենք տեսնում օրինակ սպորտսմենի ապրումները, սպորտսմենի անցած ճանապարհը, նույն ձևով չենք տեսնում նաև պրոֆեսիոնալ պարողների հետ կապված։ Այսինքն ոտնաթաթի դեֆորմացիաներ եւ այլն, այո։ Շատ։ Այս ամենը պետք է նպաստել։ Ոտնաթաթի տրավմաներ, ծնկան հոդի տրավմաներ, նաև լողորդների մոտ բժիշկ հանդիպում է։ Լողորդները երևի թե ամենաանվնաս սպորտաձևերից։ Բժիշկ, եւ ես գիտեմ, որ նույնիսկ աշխարհում հայտնի եւ Հայաստանում հայտնի շատ մարզիկներ դիմում են ձեզ եւ ձեր շնորհիվ է, որ նրանք կրկին վերադառնում են մեծ սպորտ, նորից նվաճում են Եվրոպայի գավաթ, նորից աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ այլն, այսինքն այնքան պրոֆեսիոնալ կերպով է կատարվում այս վիրահատությունները, այս միջամտությունները, որ նրանք կարողանում են չհիասթափվել կյանքից, չէ՞ որ դա նրանց կյանքի իմաստն է, այո, դառնում սպորտը եւ կրկին շարունակել այս տեմպերով։ Խնդրեմ 1-2 ուշագրավ եւ հայտնի մարդկանց մասին փորձենք ներկայացնել հեռուստադիտողին, որովհետեւ հասարակական հնչեղություն ունեցող մարդկանց կյանքը բոլորիս է հետաքրքիր։ Եթե իհարկե թույլատրվում է բժշկական գաղտնիքները բացանել, տեսեք, հիմա ձեր առջև դրված է այդ նկարը, որոնք ինձ ասենք տարիներ շարունակ տարբեր սպորտսմեններ եւ տարբեր հանրահայտ մարզիկներ, նաեւ այդ թվում հանրահայտ մարդիկ, այդպիսի հուշագրքում, այսպես ասած, նշումներ են արել։ Այ կարող ենք սկսել Արադ 73-ի լեգենդար սպորտսմեններից, որոնց բախտ եմ ունեցել, պատիվ եմ ունեցել, այսպիսի լեգենդար մարդկանց նաև վիրահատել, ամոքել, կոնսերվատիվ բուժել, այնպիսի մարդիկ են անցել սպորտի եւ պարարվեստի մեջ, ինչպիսիք են Ալբերտ Ազարյանը, Արադ 73-ի մի շարք հայտնի մարզիկներ, անունները հատարած կարող եմ տալ, որոնցից ոմանք ցավոք սրտի արդեն հանգուցյալներ են, Նիկոլայ Ղազարյան, Սերգեյ Պողոսյան։ Հայկ Կիմիավակյանը օրթոպեդիայի բնագավառում է ավելի քան 30 տարի, 1000-ից ավելի միայն սպորտային տրավմաներով կատարված վիրահատություններ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է արդեն 5000 եւ ավելի վիրահատություն։ Միացյալ Նահանգների լավագույն կլինիկաներում նա 2 տարի անընդմեջ ուսուցում է անցել աշխարհահռչակ սպորտային օրթոպեդների մոտ։ Դա 1998-ից 2001 թվականներն էր, ինչպես նաև հետո շարունակել է ուսումը 2005 թվականին։ Հայկ Կիմիավակյանի շնորհիվ վիրահատվել եւ մեծ սպորտ են վերադարձել այնպիսի աշխարհահռչակ եւ հանրահայտ սպորտսմեններ, ինչպես Ռոման Ամոյանը, Նազիկ Ավդալյանը, Անդրանիկ Հակոբյանը, Ռախիմ Չախիևը, Մելինե Դալուզյանը, Արթուր Թովմասյանը, Գևորգ Ղազարյանը, Երվանդ Սուքյասյանը եւ այլոք։
ուզում եի խոսենք այն տրավմաներից, որոնք իրավիճակատագրական են մարդու կյանքում, որոնք անդառնալի են եւ միգուցե դուք կարողացել եք վիրահատել նրանց կյանք վերադարձնել, բայց այս դեպքում արդեն սպորտային բարձունքներ նվաճելու հավանականությունը վերանում է, խնդրեմ։ Ցավոք սրտի, իհարկե, մենք պատմում ենք ու խոսում ենք միշտ դրական երևույթների մասին, այն երբ որ ունեցել ենք դրական ռեզուլտատներ, վերջը մի վերջո այդ մարդիկ վերադարձել են, կարողացել են, բայց բնականաբար լինում են սպորտում այնպիսի վնասվածքներ ու տրավմաներ, որից հետո ուղղակի պրոֆեսիոնալ սպորտը ու շատ ցավալի է այդ պահը, շատ ապրումներով լեցուն պահ է, երբ որ ստիպված ես լինում մարզիչին եւ ծնողին բացատրել, ասել, որ գիտեք, այնպիսի վնասվածք է ու այնպիսի ջանքեր գործադրելուց հետո մենք 50-50 ենք ասում, տենց մտքի մեջ, բայց մտածում ես ներսում, որ չէ, սա այնպիսի տրավմա է, որ ինքը պետք չի, որ իր առողջության հաշվին շարունակի իր մարզական կարիերան։ Մեր հիմնական գործունեությունը այսօր մենք ծավալում ենք Wigmore կլինիկայում, որը հիմնադրվեց 5 նվիրյալ մարդկանց ջանքերով եւ եթե նկատեցիք կլինիկայի վրա նաեւ փակցված է բրիտանական դրոշը, սա հայ-բրիտանական կենտրոն է, որի երազանքներով, ապրումներով մենք երկար տարիներ, մոտ 20 տարի առաջ դեռ երազում ենք նմանատիպ ուրեմն բուժկենտրոն ունենալ, ստեղծել Հայաստանի համար, որը կապահովի մաքսիմալ բարձր մակարդակի վրա նաև սպորտային վնասվածքների եւ պարային վնասվածքների, ակտիվ կենսակերպով զբաղվող մարդկանց վնասվածքների պրոֆեսիոնալ բուժմամբ։ Մեր գործունեությունը այստեղ մենք ուղղակի շարունակում ենք, բայց ել ավելի բարձր մակարդակ, որտեղ տեխնոլոգիաներն են փոխվում, ժամանակներն են փոխվում։ Հիմա մենք մոտ վերջի 20 տարիները աշխատում ենք օրգան սիստեմների, վնասված օրգանների, այդ մասերի, ներհոդային ստրուկտուրաների ռեկոնստրուկցիա, վերականգնումով։ Պետք է միշտ ձեռքդ զարկերակին պահես ու անընդհատ աշխատես քո վրա, ու անընդհատ այդ նորամուծությունների հետևից պետք է, ես կասեի, վազել։ Այո, ճիշտ բառ գտաք, վազել է պետք, որտեղ նորամուծությունները շատ ավելի առաջ են ընկնում, քան բժիշկը իր հետևից կարողանում է հասցնել իր առօրյա հոգսերը, իր գործունեությունը, բայց պետք է անընդհատ վազել, անընդհատ աշխատել, որպեսզի կարողանաս այդ ամեն ինչի հետևից հասնել։ Այս պահի դրությամբ արդեն շատ քիչ դեպքերում է, որ մենք ստիպված ենք լինում, ասենք թե ուսային կամ ծնկան հոդի կամ արմնկային հոդի կամ սրունքթաթային հոդում ինչ որ հեռացման գործողություններ, այսպես պարզ մատչելի է թե ասեմ հանրությանը, այլ փորձում ենք մեծ մասամբ դեպքերում ռեկոնստրուկցիա, то есть վերականգնել այն ինչ որ վնասված է եւ շանս տալ, որ օրգանիզմը վերականգնի եւ դառնա ճիշտ իր անատոմիական այն դիրքում լինի, որում որ ինքը կար։ Բժիշկ, ինչպիսին է գնահատում Հայաստանում ներկայիս պատկերը սպորտային տրավմաների վերացման ուղղությամբ եւ իդեմս նաեւ ձեր կլինիկայի, Wigmore կլինիկի, հետաքրքիր է, արդյոք աշխարհից մենք մի փոքր հետ ենք, թե համընթաց քայլում ենք։ Շատ այդպես ամպագորգոր բառեր չասեմ, մենք անկեղծ պետք է լինեմ, այստեղ ասեմ, որ շատ անելիքներ ունենք աշխարհ բառը օգտագործելու համար մեր բառապաշարում, որովհետև դա տենց միայն ասելով չէ, դա շատ ստրուկտուրաներից է կախված, շատ գործառույթներից է կախված, երկրի հզորության, տնտեսական հզորության մասին, երկրի ստրատեգիական ուղղվածության մասին, շատ կարևոր ֆակտոր է առողջապահական ապահովագրության փաթեթների ներդրումը, այո, որտեղ որպես օրենք դա նորություն ասած չեմ լինի, որ եթե խոսում ենք միայն սպորտային տրավմաների մասին, որտեղ մենք մեր հիմնական ուղղությունները այստեղ Wigmore-ում հիմա շարունակում ենք կոտրվածների նաև բուժմամբ ենք զբաղվում, խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումներով արդեն 25 եւ ավելի տարի
եւ շատ հազարավոր պացիենտներ այդպես, բայց եթե խոսում ենք կոնկրետ սպորտային վնասվածքների ու այդ տեխնոլոգիաների ներմուծման, դրանք թանկարժեք եւ նաեւ տնտեսական իմաստով շատ անհասանելի լայն խավերին այդպիսի վիրահատություններ ու միջամտություններ են։ Այստեղ պետք է օգնության գա պետական համակարգերը։ Այդ դրա համար ես շատ ուրեմն ցավով պետք է արձանագրեմ, որ մենք աշխարհի առաջատար երկրներից դեռ շատ հետ ունենք։ Ամենատարածված սպորտային վնասվածքները համարվում են սրունգթաթային շրջանի վնասվածքները։ Տարածված են նաև ծնկան հոդի վնասվածքները, ջլային ապարատի, մենիսկների հետ կապված խնդիրները, որոնց դեպքում կարող են տեղի ունենալ անվերադարձ փոփոխություններ։ Հոդի եւ աճառի քայքայումները նույնպես տարածված են, եթե ճիշտ ժամանակին չարվեն ախտորոշում եւ վիրահատական միջամտություն։ Ինչպես նաև մեծ տարածում ունեն հոդի եւ աճառի քայքայումները։ Հաճախ հանդիպող խնդիրներից են նաև ուսային հոդի շրջանի մկանաջլային հյուսվածքների վնասվածքները։ Դրանք ավելի հաճախ հանդիպում են լողի, թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի դեպքերում։ Շատ են հանդիպում նաև արմնկային եւ դաստակային հոդերի հետ կապված վնասվածքները։ Ֆիզիոթերապիան եւ վերականգնողական թերապիան առանցքային դեր են խաղում սպորտային վնասվածքներից հետո վերականգնման գործում, սակայն դեպքերի մեծամասնության դեպքում միակ փրկությունը միայն պրոֆեսիոնալ վիրահատական միջամտությունն է։ Կխնդրեի մի փոքր ներկայացնեք ձեր բաժանմունքը, ինչ խնդիրներ են այստեղ լուծվում եւ ինչ նորագույն սարքավորումներ եք ներդրել, որը կարող ենք ուղղակի ներկայացնել մեր հեռուստադիտողին, խնդրեմ։ Հա, սիրով իհարկե։ Վիգմորի պատմությունը, եթե կարճ պատմեմ, մենք գործընկերներով շատ հայտնի մանկական օրթոպեդ դոկտոր Կարեն Կոլոյանի հետ, որ այդ մտերմություն ենք անում 30 տարի եւ ընկերներ ենք, այդպիսի մտահղացում ծագեց 2000-ականների սկզբներին, նայելով հարևան հանրապետությունները, որտեղ երբ որ մենք համեմատում ենք մեծ երկրների հետ, Ռուսաստանի, Ամերիկայի հետ, անհամեմատելի բաներ են։ Մենք պետք է մեզ օրինակ համեմատենք ռեգիոնում, ասենք հարևան Վրաստանի հետ կամ ասենք Թուրքմենիայի հետ կամ այս կարգի երկրների հետ, որոնք որ աճող զարգացող ուրեմն տենդենս ունեն։ Տեսանք, որ Վրաստանում արդեն գործող, հա, հետարքիր է, պետք է, բայց ազնվոր են ասել, որ Վրաստանում արդեն գործող այսպիսի փոքրիկ կլինիկաներ մի շարք ստեղծվել են, որոնք որ շատ ամուր հիմքերի վրա կանգնած են եւ մենեջմենթն է շատ լավ կազմակերպված եւ տեխնիկական հագեցվածությունը։ Մենք սկսեցինք 17 թվականին ընդամենը մանկական եւ մեծերի օրթոպեդիա սպորտային տրավմաների ծառայությամբ։ Հիմա մեծացավ, դա դարձավ բազմապրոֆիլային հիվանդանոց։ Ինչպիսին է սերնդափոխությունը։ Դուք կարող եք հանգիստ լինել, որ ձեր գործը թողնելուց հետո այն ապահով ձեռքերում է։ Եվ մեր մարզիկները։ Տեսեք, ես միակը չեմ բնականաբար եւ շատ իմ տարիքային խմբի մեջ էլ եւ մարդիկ կան, որոնք զբաղվում են սպորտային տրավմաներով եւ վնասվածքներով բնականաբար եւ որտեղ դա հնարավոր չէ, ասենք, մի ամբողջ երկիր, որտեղ 35000 հոգի ակտիվ մենակ սպորտային պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող մարզիկներ կան, մոտավորապես տարբեր սպորտային դպրոցներում եւ այլն, ու դրանք պատկերացրեք ինչ քանակությամբ են ստանում վնասվածքներ, տրավմաներ եւ այլն։ Սերնդափոխություն ասածը մարդիկ են, որոնք որ անընդհատ ռոտացիա են անում։ Օրինակ ինձ հետ աշխատած երիտասարդ բժիշկներ կան, որոնք արտերկրում են աշխատում այն ժամանակվանից, որոնք նաև Հայաստանում են, տարբեր շրջաններում են աշխատում, նաև որոնց երևի թե ինչ որ բան կարողացել եմ տալ փոխանցել իմ գիտելիքների առումով եւ իրենցից միանշանակ վերցնել։ Ստանալ, այո։ Բժիշկ, այ հետաքրքիր է ինձ, կան տրավմաներ, որոնք ոչ ճիշտ մարզելու հետևանքով են առաջացել եւ առհասարակ հաջորդ հարցս էլ մեկտեղ եմ այս հարցի հետ, ինչպես է գնահատում Հայաստանում սպորտային կյանքը, որքանով է այն ակտիվ, որքանով այն պրոֆեսիոնալ, քանի որ դուք հենց կարևոր հատվածում եք դրա հետ ծանոթ, խնդրեմ։ Հետաքրքիր հարց տվեցիք, շատ հետաքրքիր։ Մարդիկ սկսում են հաճախել ու ունենում են պացիենտներ 60 տարեկան,
կին, ասենք թե տղամարդ, որը գալիս է, այնքան սպորտային կազմվածք ունի ու ինքը իր կյանքի որակը այնպես է գնահատում, ոչ ասում է Ժիշտ, ես պետք է շարունակեմ իմ սպորտային ակտիվությունը։ Ես չեմ կարող առանց դահուկների, ես չեմ կարող առանց այս սպորտի հետ զբաղվելու։ Դա մտել է իմ կենսակետը։ Այնքան ուրախալի բան է, որը նախկինում չկար։ Հիմա դրա ֆոնի վրա նաև երիտասարդությունը շարունակում է եւ ես տեսնում եմ առօրյայում տեսնում եմ չծխող երիտասարդների քանակը բավականին մեծացել է։ Եկեք լավատեսորեն նայելով ասենք այս ամեն ինչը։ Դինամիկան դեպի լավն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցի համար եւ վստահ եմ, որ այս կլինիկան ոչ միայն արտաքին տեսքով է տարբերվում, այլ պացիենտների իր մոտեցմամբ, նոր դրված բժշկական կուլտուրայով եւ բոլոր այստեղից մաղթում եմ, որ հեռանան միայն ժպիտով եւ գերազանց առողջությամբ, ասես չի եղել այն խաթարված։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, ես գտնվում եմ Վիգմոր կլինիկայում եւ զրուցում եմ օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության ծառայության ղեկավար, ինչպես նաեւ Վիգմոր կլինիկայի համահիմնադիր Հայկ Կիմի Ավագյանի հետ։ Եթե իհարկե դուք բախվում եք սպորտային խնդիրների հետ, այսինքն ակտիվ սպորտային կյանքի մեջ եք, բնականաբար դրանք կարող են ձեզ ուղեկցել, վստահ եղեք կամի կենտրոն, որտեղ պրոֆեսիոնալ ձևով ձեզ կարող են վերադարձնել մինչ տրավմա ստանալու վիճակին, այսինքն ձեր առողջությունը հուսալի ձեռքերում է այստեղ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, գրեք մեզ ձեզ հետաքրքրող թեմաներով, իսկ մենք կհանդիպենք։